Այսօրվանից հայկական հեռուստաեթերը հարստանում է նոր, սպասված ու խոստումնալից նախագծով «Նամակ անցյալից» սերիալով։ 16 մասից բաղկացած այս պատմությունն արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել, իսկ հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին հենց այս օրվան, որպեսզի վերջապես բացեն այդ խորհրդավոր նամակը։ Սերիալը կցուցադրվի ATV հեռուստաընկերությամբ, ինչը ևս մեկ անգամ խոսում է նախագծի մասշտաբի և որակի մասին։ Արդեն առաջին իսկ անոնսներից պարզ էր՝ սա սովորական սերիալ չէ, սա մի պատմություն է, որտեղ ամեն դրվագ նոր գաղտնիք է, նոր բացահայտում և նոր հուզմունք։ Անի Երանյանն, ով արդեն բազմիցս ապացուցել է իր պրոֆեսիոնալիզմը թե որպես դերասանուհի, թե որպես պրոդյուսեր, այս նախագծով կարծես նոր նշաձող է սահմանում հայկական սերիալ արտադրության ոլորտում։ Նրա յուրաքանչյուր աշխատանք առանձնանում է մտածված սյուժեով, բարձրորակ նկարահանումներով և այնպիսի մթնոլորտով, որը հեռուստադիտողին ամբողջությամբ ներգրավում է պատմության մեջ։ Այս անգամ ևս բացառություն չէ։ «Նամակ անցյալից»-ը համադրում է մի քանի կարևոր բաղադրիչներ՝ սիրված և ուժեղ դերասանական կազմ, հուզիչ ու բազմաշերտ սցենար, դիտարժան ու կինեմատոգրաֆիկ կադրեր և իհարկե այնպիսի պատմություն, որը ստիպում է մտածել։ Սերիալի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, որի գրած պատմությունները միշտ աչքի են ընկնում խորությամբ և հոգեբանական ճշգրտությամբ։ Նրա ստեղծած աշխարհում հերոսները պարզապես կերպարներ չեն, նրանք իրական մարդիկ են իրենց ցավերով, սխալներով, սիրով ու կորստով։ «Նամակ անցյալից»-ը պատմություն է անցյալի մասին, որը չի ցանկանում մնալ անցյալում, մի նամակ, որը տարիներ շարունակ փակված է եղել և մի օր հայտնվում ու փոխում է ամեն ինչ։ Անի Երանյանն այս հեռուստասերիալում մարմնավորում է լրագրողի։ Մանրամասներն իհարկե կդիտեք մի փոքր ուշ, բայց հեռուստասերիալի առաջին սերիան կարող եք դիտել այսօր մի քանի ժամից։ Յուրաքանչյուր դրվագ հանդիսատեսին կտանի ավելի խոր դեպի գաղտնիքներ, որոնք թաքցվել են տարիներով։ Կբացահայտվեն հարաբերություններ, որոնք երբեք չեն ավարտվել, և ճակատագրեր, որոնք կապված են ավելի ուժեղ, քան թվում է առաջին հայացքից։ Սա սերիալ է, որտեղ ոչինչ պատահական չէ։ Ամեն հայացք, ամեն լռություն, ամեն խոսք ունի իր նշանակությունը, և հենց այդ մանրուքների մեջ է թաքնված ամբողջ ինտրիգը։ Հեռուստադիտողներն արդեն նշում են, որ նախագիծը կարող է դառնալ տարվա ամենաքննարկվողներից մեկը, և դա զարմանալի չէ։ Երբ միավորում ես ուժեղ սցենար, պրոֆեսիոնալ դերասաններ և բարձրորակ նկարահանումներ, ստանում ես մի արդյունք, որը պարզապես չի կարող աննկատ մնալ։ «Նամակ անցյալից» սա պարզապես սերիալ չէ, սա մի ճանապարհ է դեպի անցյալ, որտեղ յուրաքանչյուր նամակ կարող է փոխել ապագան, և հենց այսօր սկսվում է այդ պատմությունը։ Նախագծում ընդգրկված են մի շարք սիրված և փորձառու դերասաններ, ինչպիսիք են Արթուր Դարփինյանը, Մարջան Ավետիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Նարէ Հայկազյանը և այլք։ Սերիալը կրում է խորհրդանշական անուն «Նամակ անցյալից»։ Անվանումն ինքնին արդեն հուշում է, որ պատմության առանցքում լինելու են անցյալից եկող գաղտնիքները, հին սխալները, չփակված էջերը և ճակատագրական հանդիպումները։ Այն նամակը, որը գալիս է անցյալից, կարող է փոխել հերոսների ներկան ու կործանել նրանց կառուցած աշխարհը։ «Նամակն անցյալից» խոստանում է լինել ոչ միայն սերիալ, այլ հոգեբանական դրամա, որտեղ յուրաքանչյուր հերոս ունի իր գաղտնիքը, իր ցավը և իր ճշմարտությունը։ Ինչպես երևում է, այս նախագիծը լինելու է հուզիչ, երբեմն ծանր, բայց շատ իրական սերիալ, որը չի վախենա խոսել ցավոտ թեմաների մասին և հեռուստադիտողին կթողնի հարցերի ու զգացմունքների հետ։ Այսօր սպասվում է մեծ նախագիծ, որը կարող է դառնալ սեզոնի ամենաքննարկվող սերիալներից մեկը։ «Նամակ անցյալից»-ը պատմություն է, որտեղ անցյալը երբեք չի լռում, իսկ ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը։ Անի Երանյանը հայկական հեռուստատեսության ամենահայտնի և պահանջված դերասանուհիներից մեկն է, ով վերջին տարիներին մեծ հաջողություններ է գրանցել ոչ միայն որպես դերասանուհի, այլ նաև որպես պրոդյուսեր, ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Անի Երանյանը հայտնի դարձավ հայկական սերիալների շնորհիվ, որտեղ նրա կերտած կերպարները միշտ առանձնացել են զգացմունքայնությամբ, բնական խաղով և ուժեղ կանացի կերպարներով։ Նրա յուրաքանչյուր դեր, լինի դա դրամատիկ, թե ռոմանտիկ, մեծ
մեծ սիրով է ընդունվել հեռուստադիտողների կողմից։ Նա կարողանում է հանդիսատեսին փոխանցել իրական հույզեր, դարձնելով իր հերոսուհիներին կենդանի և հարազատ։ Հենց այս առանձնահատկությունն է, որ նրան դարձրել է սիրված տարբեր տարիքային խմբերի կողմից։ Ժամանակի ընթացքում Անի Երանյանը սկսեց իր գործունեությունը զարգացնել նաև պրոդյուսերական ոլորտում։ Նրա նախագծերն աչքի են ընկնում բարձրորակ նկարահանումներով, հետաքրքիր սցենարներով և ճիշտ ընտրված դերասանական կազմով։ Այդ ամենի շնորհիվ նրա մասնակցությամբ կամ ստեղծած սերիալները հաճախ դառնում են ռեյտինգային և լայն քննարկման առարկա։ Նրա ամենավերջին նախագծերից են «Քեզանից հետոն», որը հուզիչ, սիրային և դրամատիկ պատմություն էր և այն շատ մեծ հաջողություն ունեցավ, և «Այսօրվանից» նոր նամակ անցյալից 16 մասից բաղկացած սերիալը, որը վստահաբար դառնալու է ևս մեկ հաջողված աշխատանք։ Անի Երանյանը հայտնի է նաև իր աշխատասիրությամբ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ։ Նա հաճախ նշում է, որ յուրաքանչյուր նախագիծ իր համար ոչ միայն աշխատանք է, այլև պատասխանատվություն հանդիսատեսի առաջ։ Բացի մասնագիտական գործունեությունից, նա ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ կիսվում է իր նախագծերով, նկարահանումների ընթացքով և իհարկե անձնական մտքերով։ Նրա հրապարակումները հաճախ մեծ արձագանք են ստանում։ Այսօր Անի Երանյանը համարվում է հայկական սերիալ արտադրության այն ներկայացուցիչներից մեկը, ով կարողանում է ստեղծել ժամանակակից, հետաքրքիր և դիտարժան նախագծեր, պահելով հեռուստադիտողի հետաքրքրությունը սկզբից մինչև վերջ։